Սիմուլյացիոն վարժանքներ աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդում համակարգված արձագանքում։ Զվարթնոց միջազգային օդանավակայանի մեկնման սրահում փետրվարի 25-ին բացվել է աղետներին պատրաստվածությանն ու համայնքների դիմակայունությանը նվիրված ցուցահանդեսը։ Լուսանկարների հեղինակը ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության աշխատակից Վահե Եղիազարյանն է։ Միջոցառմանը ներկա էր Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին եւ գործընկեր կազմակերպություններին համագործակցության եւ նախաձեռնության իրականացման համար։ Հայաստանում փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին կարևորելով համայնքների աղետներին պատրաստվածության ու արձագանքման ռիսկերի նվազեցման ուղղությամբ ձեռնարկված համատեղ ջանքերը բարձր է գնահատել նման ցուցահանդեսների կազմակերպումը։ Ներքին գործերի նախարարության հետ շարունակվող համագործակցությունը ձևավորել է կայուն եւ արդյունավետ գործընկերային հիմք, որի արդյունքում իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր։ Ցուցադրված լուսանկարներն արտացոլում են Փրկարար ծառայության եւ միջազգային գործընկեր կազմակերպությունների համատեղ աշխատանքը։ Լուսանկարներում ներկայացվում են առանցքային գործողություններ, բնակիչների տարհանում, տուժածներին օգնության ցուցաբերում, անվտանգ վայր տեղափոխում եւ աջակցություն արտակարգ իրավիճակներում։ UNHCR-ի հետ հաճախ անում ենք այսպիսի լուսաբանող ծրագրեր եւ հատկապես այս ցուցահանդեսը շատ ճանաչողական է։ Ցուցահանդեսում ներկայացված են Փրկարար ծառայության ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, գործընկեր կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ իրականացրած միջոցառումներից լուսանկարներ։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը մշտապես կարևորել է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների անցկացումը։ Մենք Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բոլոր համայնքներով միջազգային գործընկեր կազմակերպություններ հետ կատարել ենք մի շարք միջոցառումներ, նաև կարևորվել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ուղղությունը, անցկացրել ենք թեմատիկ վարժանքներ։ Ցուցահանդեսի ուղերձը հստակ է, բնակչության պատրաստվածության բարձրացման գործընթացը պահանջում է համայնքների կարողությունների շարունակական զարգացում եւ այդ ուղղությամբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու միջազգային գործընկերների սերտ աշխատանք։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ներքին գործերի նախարարության եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ, ԵՄ մարդասիրական կազմակերպության համաֆինանսավորմամբ եւ գործընկեր կազմակերպությունների ու համայնքների հետ համատեղ իրականացվող արտակարգ իրավիճակներին պատրաստվածության եւ համայնքների դիմակայունության խթանման ուղղված ծրագրի շրջանակում։